Ընկերներ հաճախ ռեստորաններում հանդիպում ենք, երբ գնում ենք ռեստորան հյուր եւ որոշում ենք ինչ-որ մի բան պատվիրել, բայց մենյուին քանի որ ծանոթ չենք, մատուցողին խնդրում ենք, որպեսզի մեզ խորհուրդ տա եւ ուղղորդի։ Հաճախ մեզ ուղղորդում են ուտել այն ուտեստները, որոնք որ հենց մատուցողներն են սիրում կամ դրա այն ուտեստները, որոնք թոփ վաճառքի մեջ են։ Սակայն եկեք այս պահից սկսած ֆիքսենք մի փաստ։ Պատվերը պետք է ընդունել համար 1 առաջի քայլ, պարզ քայլ անելով, բացահայտելով հյուրի քիմքը։ Եթե մենք չգիտենք հյուրը բուսակեր է թե մսակեր, մենք չենք կարող միանգամից առաջարկել հավի մսով աղցան, քանի որ դա շատ կոպիտ խախտումներից է։ Քիմքը բացահայտելուց հետո կիրառում ենք մի քանի պարզ տեխնիկաներ։ Այսօր կխոսեմ տոնածառի մեթոդից։ Պատվերի ընդունման ամենատարածված ձևը տոնածառի մեթոդն է։ Երբ որ մենք բացահայտում ենք հյուրի քիմքը, օրինակ հյուրը սիրում է հավի միս, բաժիններով գնում ենք։ Օրինակ մենք ունենք սառը խորտիկներ, տաք ուտեստներ, աղցաններ եւ այլն եւ այլն։ Այսպես մենյուի բաժիններով գնում ենք։ Բացահայտելուց հետո հյուրի քիմքը տոնածառի մեթոդով ըստ բաժինների փորձում ենք հյուրին խորհուրդ տալ եւ ուղղորդել, թե հյուրը ինչ կարող է մեր մոտ համտեսել։ Պատվերի ընդունման մյուս տեխնիկաներին ծանոթանալու համար դիտեք իմ հաջորդ հոլովակները։